Նինոծմինդայի մշակութային կյանքում թվում է, թե թատերական արվեստն առաջընթաց չունի, սակայն դա բոլորովին էլ այդպես չէ։ Ամեն տարի գյուղական ակումբներում կազմակերպվում են թատերական ներկայացումներ ու քաղաքում անցկացվում է թատերական փառատոն։ Ինչպիսի ընթացքի մեջ են փորձերը եւ երբ տեղի կունենա փառատոնը, մանրամասների համար հարցազրույց ունեցանք ռեժիսոր Արկադի Սիմոնյանի հետ։ Առաջիկայում սկսեմ դրանից, մենք ունենք թատերական փառատոն գյուղական ակումբների մասնակցությամբ, որտեղ մասնակցում են 5-6 գյուղ, այս պահին արդեն ընթանում են փորձերը, բեմադրությունները ազատ թեմայով։ Մենք բնականաբար ընթացքում, եթե հարկ լինի, եթե դիմեն մեզ գյուղական ակումբները, մենք անպայման կգնայինք ուղղություններ ցույց կտանք գյուղական ակումբներին, ինչպես նաև նրանց, ովքեր կազմակերպում են, ղեկավարները, իդեպ շնորհակալություն նրանց, որ նպաստում են թատերական աշխարհի զարգացմանը, կյանքի զարգացմանը, ինչպես նշեցի, արդեն կլինի ազատ թեմայով, իրենք կընտրեն ինչ թեմա են ցանկանում, որ բեմականացնեն, բեմ հանեն, ըստ այդմ էլ կներկայացնենք արդեն մշակույթի կենտրոնում, կլինի փառատոն մոտավորապես սեպտեմբեր ամսին, մինչև դպրոցները սկսելը, որովհետև մասնակիցները հիմնականում դպրոցահասակ երեխաներն են մասնակցում, եւ մինչև դասերի սկսվելը կփորձենք փառատոնը ներկայացնել արդեն հանդիսատեսի դատին։ Ես նշեմ, որ թատրոնը ինքը բարդ մասնագիտություն է, բնականաբար երեխան խաղում է ոչ այնքան զգացմունքային, որքան պրոֆեսիոնալ դերասանը, բայց շատ ողջունելի է, որովհետև ամեն տարի մենք կազմակերպում ենք թատերական փառատոն եւ մեծ հաճույքով մասնակցում են երեխաները ու վստահ կարող եմ ասել, որ իրանք սպասում են արդյունքներին, թե ինչ մրցանակի կարժանանան կամ ինչ տեղ կգրավեն։ Ըստ այդմ էլ ես կարծում եմ, որ երեխաների մեջ կարելի է զարգացնել հենց թատրոնը։